Բարի երեկո, շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Մայրաթորում առավոտյան իրավիճակը լարված է եղել, հրմշտոց է տեղի ունեցել իրավապահների և հոգևորականների միջև Մայրաթորի բակում հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները տանեն Աջապահյանին և նա հետ է վերադարձել Վեհարան։ Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Միքայել arczepiskopos Աջապահյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Ավելի ուշ, ըստ հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը որոշում են կայացրել դուրս գալ Մայրաթորի տարածքից, կանխելու համար իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը։ Մայրաթորի տարածքից իրավապահների հեռանալուց մի քանի ժամ անց Միքայել arczepiskopos Աջապահյանը ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե։ Իդեպ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ներքաղաքական իրավիճակից ելնելով պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց, իսկ ազգային ժողովի падգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել arczepiskopos Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում։ Էդմոն Մարուքյանը նաև կոչ է արել բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության падգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը, հարցը բերել խորհրդարան և սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել։ Հիշեցնենք, որ ազգային ժողովի падգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել վարչապետի թեկնածու առաջադրելով Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Նախաձեռնությունը ձախողվել էր, քանի որ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Պատիվ ՈՒՆԵՄ-ը և Հայաստանը չէին միացել նախաձեռնությանը։ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելու և որոշ լրատվամիջոցներով հրապարակելու առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք գործելով նախնական համաձայնությամբ իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով համացանցում տեղադրել են Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու քննչական պետերին վերտառության պարհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում Հայաստանի վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս իրավապահ մարմինների ղեկավարներին։ Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ քննչական գործողություններ համակարգչային կեղծի կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին, միջոցառմանը մասնակցել է նաև Հանրապետության նախագահը, ազգային ժողովի և սահմանադրական դատարանի նախագահները։ Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով, ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը։ Քննարկվել են հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2025 թվականի տարեկան բյուջեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ Уважаемые коллеги, участники форума, Республика Армения рассматривает цифровое развитие как Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայունաչի հիմնական ուղղություններից մեկը։ Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում տնտեսությունում, պետական կառավարման համակարգում և սոցիալական ոլորտում։ Հայաստանում արդեն ներդրվել է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետություն, ինչի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ ապահովված կապի ալիքների միջոցով հասանելիություն են ստանում սկզբնաղբյուրներին։ Դա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ միասնական, թափանցիկ և օգտագործողի համար հարմար գործընթացի մեջ։ Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար։ Այսօր Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։ Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբերանվտանգության մեխանիզմներ։ NVIDIA-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու վերջերս ընդունված որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ և տեխնիկական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։ Ազգային մակարդակում Հայաստանը արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների և կոգնիտիվ տեխնոլոգիաների
տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, արհեստական բանականության լուծումների փորձարկման տեղական սանդբոքսներ ստեղծելու եւ կարգավորող շրջանակ ձևավորելու գործում, հաշվի առնելով էթիկական սկզբունքներն ու տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն, բարձրացնում ընթացակարգերը եւ բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը քաղաքացիների եւ բիզնեսի համար։ Ստեղծված եւ ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները հիմք կհանդիսանան արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում նորարարական ճյուղերի ձևավորման համար։ Արդեն այսօր նորարարական լուծումներն ու արհեստական բանականությունը հնարավորություն են տալիս ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը, անցում կատարելով պրոակտիվ պետական ծառայություններից դեպի կանխատեսողական վերլուծություն, սոցիալական եւ տնտեսական քաղաքականություններում։ Սա բացում է նոր հնարավորություններ ավելի ճշգրիտ, անհատականացված եւ ժամանակին որոշումներ կայացնելու համար, հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարումը, առողջապահությունը, կրթությունը եւ սոցիալական պաշտպանությունը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը, թվային փոխակերպումը դիտարկելով որպես խոչընդոտների վերացման եւ փոխադարձ առևտրում թափանցիկության բարձրացման գործիք։ Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը որպես վստահության տարածք ստեղծելու հիմք։ Հայաստանի համար, որը ունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային լոգիստիկ եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը դառնում է հատկապես արդիական։ Ամփոփելով կցանկանայի նշել, որ մենք բաց ենք անդրսահմանային հարթակների եւ փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ բոլորիս ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել մեր սեփական հետաքրքիր եւ արդյունավետ լուծումները։ Պեկին պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հարցում Հայաստանի դիրքորոշումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում Հայաստանի մոտեցումները եւս հիմնված են այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դրվել են կազմակերպության ստեղծման հիմքում, այդ թվում տարածքային ամբողջականության հարգում եւ սահմանների անխախտելիություն։ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Երեկ տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ռազմագերիների հարցին։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Տիկնայք եւ պարոնայք, ռազմագերի լինելը պատիժ չէ։ Դա պարզապես ռազմական միջոց է կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ։ Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին։ Մենք հավասարեցնում ենք ռազմագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին, եւ ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտանքների եւ խոշտանգումների։ Սա ամբողջովին խարխլում է Ժնևյան կոնվենցիայի տրամաբանությունը։ Undermine the very logic of Geneva Conventions. Խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է։ Իսկ երբ մենք խոսում ենք ռազմագերիների մասին, երբ խոսում ենք գերիների փոխանակման մասին, պետք է չմոռանանք, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն։ Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է, բայց ավելին, Ժնևյան կոնվենցիաները միանշանակ սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում։ Դրանք են անդամալույցները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները։ Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ։ Ladies and gentlemen, Տիկնայք եւ պարոնայք, այս զեկույցը մենք օգտագործում ենք որպես հիշեցում այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքը դեռ գործում է։ Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բոլոր ավտորիտար ղեկավարներին, որ միջազգային քրեական իրավունքում մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Շնորհակալություն։ thank you. Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները թեմայով խորհրդարանական լսումներ են այսօր կայացել։ Թեմային առնչվող նախագիծը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հետո պատասխանել է հարցերի։ Եթե մեկ բառով ձևակերպենք
կառավարության նպատակադրումը դա միջազգայինորեն մրցունակ բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ձևավորումն է։ Մասնավորապես այս համակարգը ունենալու համար մենք նպատակադրվել ենք ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչև 8 բուհ, ուժեղ հետազոտական բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին 500-ակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը, որը մեր համակարգի մրցունակության ցուցանիշ է, որտեղ օտարերկրյա ուսանողները ընտրում են ուր գնալ, եւ եթե ընտրում են հայաստանյան բուհերը, ուրեմն ընտրում են, որովհետեւ կա որակ, ընտրում են, որովհետեւ կա հեռանկար, ընտրում են, որովհետեւ դա մրցունակ է։ Մենք վերցրել ենք պարտավորություն, որ բարձրագույն կրթությունից հետո իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնող շրջանավարտների համամասնությունը պետք է հասնի առնվազն 90%-ի, սա շատ հավակնոտ թիրախ է, սակայն ռազմավարությունները չեն կարող հավակնոտ չլինել, հակառակ պարագայում դրանք ընդհանրապես մեր ընթացիկ աշխատանքի վավերագրումներն են։ Մենք հստակ հանձնառություն ենք ստանձնել, որպեսզի որևէ պատշաճ առաջադիմությամբ ուսանող դուրս չմնա բարձրագույն կրթությունից ուսման վարձը չվճարելու պատճառով։ Կան արդյոք հստակ երաշխիքներ, որ ակադեմիական քաղաքն, այսպես ասած, գերկենտրոնացման ձև չեն մարզական բուհերի նկատմամբ, ինչպես արդեն գիտենք, բուհեր կան մարզերում, որ ճակերտավոր ասված անտեսման եզրին են։ Իրականում մենք այսօր ունենք կենտրոնացված համակարգ, եւ եթե դուք նայեք մեր ուսանողների վիճակագրությունը, ապա մեր ուսանողների շուրջ 90%-ը ուսանում է Երևանում։ Այսինքն այն ինչի մասին դուք խոսում եք, տեղի ունի հենց այսօր։ Բայց եթե մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացման քաղաքականության մասին, որը մեր շատ կարևորագույն ռազմավարությունն է, մենք իրականում պետք է հասկանանք, թե որ կրթության կարիքը կա տեղերում։ Եվ սա մի բան է, որ մենք փորձել ենք անել, ուրեմն բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացի շրջանակներում մենք աշխատանքային խմբեր էինք ձևավորել եւ մեր աշխատանքային խմբերից մեկը եղել է հենց մարզային բուհերի մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խումբը, մեծ ծավալի աշխատանք է արվել, վերլուծվել են այն կրթական ծրագրերը, որը այսօր իրականացվում են մարզային մեր բուհերի կողմից, եւ մենք փորձ ենք արել հասկանալ, արդյոք կրթական որ մակարդակի ծրագրեր են դրանք, արդյոք ինչպիսի պահանջարկ են ներկայացնում եւ ինչպես պետք է այդ խնդիրը շարունակենք լուծել։ Արդեն տարիներ շարունակ դպրոցում փոխանակ հանձնեն բոլոր առարկաները, այսինքն բնագիտական առարկաները, ընտրովի հանձնում են ընդամենը մեկ առարկա եւ դրա հետևանքով երեխաները գալիս են համալսարան սովորելու կամ պոլիտեխնիկ սովորելու, օրինակի համար ընդհանրապես ֆիզիկա չիմանալով։ Արդյոք դուք չեք ուզում փոխեք այդ պրակտիկան եւ վերադառնաք այն նորմալ երևույթին, երբ երեխաները ստիպված էին հանձնել համ ֆիզիկա, համ քիմիա, համ կենսաբանություն եւ այլն։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում եւ այդ հարցը ընկած է իրականում բարեփոխումների առանցքային ուղղություն որպես, որտեղ մեր կառավարության ծրագրի շատ կարևոր թիրախն է բոլոր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծումը, որը իրականում շատ մեծ ծավալի ներդրում է եւ մեզ մոտ դուք խոսում եք քննություններից, եկեք խոսենք դասավանդման process-ից, բնագիտական առարկաների ուսուցումը վերածվել էր պատմողական դասերի եւ մեր երեխաները մտածում էին, որ քիմիան մի առարկա է, որի դասը պիտի կարդաս եւ գաս պատմես։ Բնականաբար այս պարագայում, եթե մենք ձեզ հետ քննության մասին խոսենք, անկախ նրանից քննություն կլինի թե չէ, չենք ունենա այն ուրեմն գիտելիքով ու հմտություններով օժտումը, որը այնուհետև քննության թույլ կտա հասնել։ Եվ հիմա լաբորատորիաների ստեղծումը նաև բնագիտական առարկաների փորձարարական բնույթը եւ այդ հասանելիությունը դպրոցներում ապահովելու համար է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Ադրբեջանի նախագահին հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն իսրայելական անօդաչու թռչող սարքերը եւ ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով, հաղորդում է իռնագործակալությունը։ Իլհամ Ալիևի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքյանը նաեւ ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել, մինչդեռ Իսրայելի ռեժիմը գործել է միջազգային իրավունքի խախտմամբ, թիրախավորելով միջուկային օբյեկտները։ Ըստ լրատվական գործակալության Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Իսրայելի հարձակումների եւ դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։ Ալիևը նաև հերքել է մեղադրանքները, թե Ադրբեջանի օդային տարածքը իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվել է Իրանին հարվածելու համար։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։